Ուրեմն մեծ արևի տիրոջ անունը մենք ամենայն պատասխանատվությամբ այս վայրը գանք, ամենայն պատասխանատվությամբ ապաշխարենք, իմանանք, որ մեզանից կախված է Աստծո անունը փառավորվի եւ հայհոյվի։ Մենք սրա համար պետք է զգուշանանք, որի պատճառով մենք նրա ձեռից չենք ազատվի։ Մեր Աստվածը մենք երգեցինք, որ Հիսուսի սերը նաև կա վտանգ, որովհետև նա մաշող կրակ է, որովհետև նա ձեռքն ընկնել է սարսափելի է։ Սա էլ իմանանք սրները։ Բայց արդարների կյանքը պահամա մենք Սաղմոսի մեջ կարդացինք, որ օրհնում է արդարներին, սիրում է արդարներին։ Ճիշտ ճամփով գնանք, մեզ հետ կլինի։ Շեղվենք, կկանգնի, կվերահսկի, հույս կկապի, հետ վերադառնանք։ Սրա համար Տերը մենք տեսնում ենք մեր Աստծո խասյաթը 99 թողացող Աստվածը հովիվ է, գնացող մեկի մոլորվածի հետևից։ Մենք մոլորվածին կարող կշտամբենք, ետնախոսենք, բայց մեր Աստվածը եւ եղբայրը հիշատակեց լեզվի մեղքերի հետ կապված, այո, սա անզուսպ է, Սուրբ Գիրքն ասում է, եւ շատ հավատացյալներ կան այսօր շատախոս, զրաբան, ունայնախոս, այնինչ Սուրբ Գիրքն ասում է, քո խոսքերդ քիչ լինեն, եւ շատ խոսքերի մեջ մենք գիտենք, որ կա մեղք, անիրավություն կա։ Մարդը մեկ որ ընկնում է մեղքի մեջ, գիտեք, որ մարդն ընկնում է ջրի մեջ, չէ, դժվար է, մենք ամենքս էլ կարող է լողալու հետ ունեցել ենք տենց ինչ որ դեպքը, որ չենք ուզեցել այդ սառը ջուրը մտնենք։ Հետո մեկը բրդել գցել է, կամ մենք ադապտացվել ենք այդ ջրի հետ, էլ դժվար է դուրս գալ, հավանել ենք։ Արդեն սել ենք լողալ դրա մեջ, այդպես էլ մեղքատեսակն ասելները։ Որ քրիստոնյան մեկ ընկնում է սրա մեջը լողալու, թավալ տալու հավանականությունը սա շատ է։ Սա արդեն հավանում է, ադապտացվում է այդ մեղքատեսակի հետ եւ մեղքն էլ ունի հղիացող հատկություն։ Դրանով չի վերջանում։ Եվ տանում է մինչև քրիստոնյային մահվան, ապականվում է։ Ինչ անի Տերը։ Նա ճշմարիտ Սուրբ Աստված է, մեկը միշտ իր խոսքերը գրել է, տվել է, չէ, մի հատ դեպք վկայում են, որ մեկ անձնավորություն քալուզիչ եղբորն ասում է, բա ինչու ձեր Աստվածը այսպես անիրավություններ, անարդարություններ թույլ է տալի, մահեր, դեպքեր ծանր թույլ է տալի, իսկ եղբայրը պատասխանում է, ասում է, սա նույնն է գնաս ճանապարհատրանսպորտային մինիստրի մոտ եւ ասես դու ինչու ես թույլ տալի ճամփեքին ավարիաներ լինի։ Ասում է, ինչ կասի մինիստրը, կասի ախպեր ջան, հնգեր ջան, ես սպեկտրները դրել եմ, օրենքները գրել եմ, նշանները, զնակները ճամփեքին դրել եմ։ Դու որ հարբում խմում գնում ես, զանց ես անում, ավարիա ես տալի, խփում ես, մինիստրը մեղավոր է։ Հիմա Աստված ամեն օրենքները, ամեն կարգերը, կանոնները դրել է եկեղեցու մեջ էլ, որովհետև մեր քաղաքականությունը եղբայրներ քույրեր այստեղից չէ, այնտեղից է, որտեղից սպասում ենք մեր Տիրոջը, մենք այլ ենք, մենք ուրիշ ենք, սեփական ազգ, թագավորական ժողովուրդ հասկացնում Աստվածաշունչը։ Մենք տարբեր ենք, եթե մեկ է զգացողությունը իր մեջ չունի, որ ինքը տարբեր է, ինքը այս աշխարհից չի, ինքը այս տեղից չի, նա հլադեր պետք է առաջ գնա, հասնի դրան, այդ գիտությանը հասնի։ Իրապես շատեր կան, որ սովորում են, բայց երբեք ճշմարտության գիտությանը չեն հասնում։ Ես կրկնում եմ, մեղք այդ տեսակ հատկություն ունի, որ մեկ ընկնում ես արդեն ինչը եւ հատկապես քո խշմտանքը, որ խանձվում է, քեզ համար նորմալ երևույթ է եւ գնալով քիչ կամած եւ դառնում ես աշխարհի նման։ Եվ կատարվում Աստծո բերանից դուրս եկած այն խոսքը, որ Սուրբ Գիրքն ասում է, վերջին ժամանակներում մարդիկ պետք է լինեն անսուրբ, նպաստում է այսօր ինտերնետը, ինչքան անսանց կիրքեր, չար ցանկություններ կան, որը բխում է ինտերնետից այդ կեղտոտ ջուրը եւ շատ հավատացյալներ ցավոք, օծյալներ ցավոք բռնվում են սրանից։ Բաժին ունեն սրանից, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, գողը տեսնում ես միաբանվում ես, շնացողների հետ բաժին ունես։ Միգուցե չես շնանում, բաժին ունես,
Ինչ տարբերություն, եթե դու չես գողանում, պահակես կանգնեմ, այն մյուսը գողանը, ասեք տարբերությունը, դու մասնակից ես, նույնն ես, նույն հոդվածի նման պետքա դուն էլ դատվեք, հատկապես ծանր է խմբակայինը։ Մեծարվի Տիրոջ անունը, մեջս կա ասելներ այսօր մի փոքրիկ խոսքս վերաբերի նեղություններին, դժվարություններին, մենք հեշտ չպատկերացնենք, մենք փափուկ թեթև չպատկերացնենք, մենք իմանանք, որ մեր վրա ունենք լուծ, ունենք բեռ մեր վրա տանելու, իհարկե մեղմացուցիչը սա է, որ Սուրբ Գիրքն ասում է փառք Աստծուն, որ նա մեզ հետ ամեն օր մինչև աշխարհի վերջ եւ ասում է այդ լուծը քաղց եւ այդ բեռը թեթև է, չենք համոզվել, լկրի Աստծո լուծը ուտես կհամոզվես, որ դա քաղցր է, Տերը ելքը ցույց է տալի, թույլ է տալի ընկնես կրակի մեջ նպատակային, փորձուն է հոբին հիշատակվեց եղբայրն ասեց նպատակային թույլ տվեց, մեզ համար մեր աչքին դժվար բան է, այս ինչ էր պատը, ես կարծում եմ հոբի ամբողջ ընտանիքը արժանացավ ողորմությանը, փրկությանը, որտեղ իրանց մահով չգնացին, Տերը թույլ տվեց նպատակային, լասկի չգիտենք այդ հոբի ընտանիքը այդ երեխեքը որ գնալով դեպի որ ճամփով էին գնալու եւ ընդհանրապես Սուրբ Գիրքն ասում է չարիքի կեսից արդարը վերցվում է Դերը գիտի որ քո երեսը դեպի անմակ շուտ քո կյանքը թույլ է տալի որ կտրվի քո օգտի համար եւ ընդհանրապես մեր Աստված ինչ էլ որ անում է եղբայրներ քույրեր մեր լավի մեր օգտի մեր փրկության որ ձեռքցենք համար անում կյանքը հավիտենական համոզված պետք է լինենք չտրտմենք Աստծո խրատից Ծեծը ընդունենք իմանալով մի բան մեր մեջը պինդ զետեղված որ Տերը ամեն բան անում է մեր օգտի մեր փրկության համար ինչ էլ որ թույլ է տալի քո կյանքում դու վերահսկվում ես երկնքից եթե պատկանում ես Աստծուն հրեշտակները քեզ սպասավորություն անում բայց ոչ ամենքին Նրանց ովքեր պետքա ժառանգեն հավիտենական կյանքը փրկությունը ովքեր այս աշխարհ չսիրեցին հրաժարվեցին դեմ կացան Ղուկաս ավետարանիչ 16 գլուխ 25-26 համարները Աբրահամն էլ ասեց Որցյակ հիշիր որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքումը եւ նմանապես էլ Ղազարոսը ճարիքները եւ հիմա սա այստեղ մխիթարվում է իսկ դու տանջվում ես Դուն քո բաժինդ բարիքները երկրի վրա ընդունեցիր քո փայը երկրի վրա ապրեցիր Ղազարոսն էլ ճարիքները Հիմա տարբերությունը սա է դուն հոն պետքա տանջվես Ղազարոսը հոս պետքա մխիթարվի Ղազարոսինը չարչարանքներն էր ընդհանրապես էլ Սուրբ Գիրքն ասում է չարչարանքը մեղքը դադարեցնում է Մարմնով չարչարվողը մեղքից դադարում է ասում է Տիրոջն խոսքը Լավ է որ մենք ընդունենք խաչի ճանապարհը նեղ ճանապարհը չարչարանքի ճանապարհը եւ սան հավանենք ինչպես Պողոս առաքյալն ասեց սրանց արդեն հավանել եմ այնքան մեջը եղել է Սա տարբերությունը տեսել է որ ավելի լավ է այս ճանապարհը ինչպես Մովսեսը ասեց ընդունեց sense էլ արեց Ես չարչարվեմ Աստծո ժողովրդի հետ քանց թե ժամանակավոր հաճույքը վայելեմ թակավորական պալատում ավելի լավ է անապատի մեջը հասարակ ժողովրդի հետ Աստծո ժողովրդի հետ չարչարվեմ քան թե վարքյանական այդ եւ ընդհանրապես Սուրբ Գիրքը մեզ ասում է այս աշխարհի չարչարանքը նեղությունը ձևակերպում առաքյալը վարքյանական զարմանալի է Ոնց վարքյանական մենք տարիներով խրատվում ենք ինչպես Սաղմոսն ասում է ամեն առավոտ խրատվում եմ ամբարիշները ճոխեն մարմինները փափուկա մահվան շեմին էլ լավ են զգում ոմանք իրանց բայց ես ամեն օր խրատվում տանջվում եմ եւ որ սա մտավ Աստծո սրբարանը սանց վերջը եւ իր վերջն էր իմացավ լավ պետք է իմանանք մեր վերջավորությունը ինչպես պետք է պսակվի ինչ տեսակ պսակով պետք է պսակվենք կա կյանքի պսակ կենաց պսակ կասելներ Կա փառքի պսակ այսան ձգտենք Չի արգելում Աստված եթե դու լավին որ Աստծո փառքին հետապնդում է
ձգտում ես օրինակ եպիսկոպոսների համար Սուրբ Գիրքն ասում է, չէ, եթե մեկը երեցներից ձգտում է եպիսկոպոսության, բարի բանի է ձգտում։ Կողից ինչ որ նայվի դիտվիկ ասա փառքի սա անունի տիտրոսի է ձգտում, բայց ոչ, բայց ասում է Սուրբ Գիրքը, եպիսկոպոսը ինչ տեսակ պետք է լինի, հոժար ես, կարդատես, ի վիճակի ես, կարաս մինչև վերջ, նորս տայնը համաձայնվի։ Այո, մենք պետք է չարչարվենք։ Այս երկրի վրա մեր բաժինը նեղությունն է։ Այս երկրի վրա նեղվածը երկնքում ընդունված է։ Աշխարհի մեջ նեղություն պետք է ունենանք, բայց կա այդպես փոփանք, որ Տերը ասեց, ես աշխարհին հաղթել եմ։ Խնդիր չկա, դժոխքի բանալիները Քրիստոսի ձեռքին է, հաղթությունը նա ձեռքին է։ Նա բաժանեց եւ տվեց աղքատներից, նա ողորմությունը Հավիտյան է։ Մենք հույս ունենք սեր մեր մեջը, եւ Սուրբ Գիրքն ասում է հույս ամոթով չձգեր, պատճառը սա է, որ Աստծո սերը մեր մեջ տարածված է Սուրբ Հոգով։ Քննենք մեր անձերը, մեր միջուկը տեսնենք, Աստծո սերը մեր մեջ տարածված է Սուրբ Հոգով, թե կարող օտարացել ենք, խուժդուժ բան է, Աստծո սերը, էս ինչ բան է, եղբայր ես սերը, այդ ինչ բան է, էս ո՞ր սերն է, էս սա գալիս է մեր մեջ Սուրբ Հոգով, լեցվում է, եւ որ դու քո Եփա դրսևորում ոնց իմանանք, որ մեր մեջ Աստծո սերն է, քո թշնամու հանդեպ, երբ որ դրսևորվում է, որ դու իր փրկությունը ուզում ես, այ դա Աստծո սերն է։ Սենց ճշտենք մեր մեջ, որ իմանանք, որ եւ այդ սերը կարողանում է ծածկել մեղքերի բազմություն։ Մենք էլ մեղքերի հետևից չենք գնամ։ Իմ հասցեին խոսացին, իմ հետևից խոսացին, լավ արեցին, ուրախ եղի դրա համար։ Մասնագից ես Քրիստոսի չարչարանքներին։ Մատթեոս ավետարանչն ասում է, որ ձեր հասցեին տենց խոսան, ուրախացեք եւ ցնծացեք, որովհետեւ ձեր վարձքը շատ է երկնքում, բայց մենք փոխարենը այսօր շատերս նեղվում, տրտմում ենք եւ Տիրոջ գործը կանգնում է։ Նեղություն պետք է ունենանք։ Այսօր կան լիքը փապկասեր, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, հեշտասեր քրիստոնյաներ։ Ինչ ասեց, մենք կարդում ենք Պետրոսը, ինչ մեկ ասեց, ոսկի արծաթ չունեմ։ Ես տենց բաներ չունեմ, ինչ որ ունեմ Տիրոջ անունից սա է, ավելին չէր արդյոք, սերներ, որ Պետրոսը ուրիշ բան չուներ, եւ աշխարհի մեջ մենք տեսնում ենք Տերը առաքյալները թափառականի նման էին սերներ, ավետարան քարոզողունի համար ասում է թող ավետանից ապրի, մեզ Տերը արգելք է դնում եւ ասում է շատ բան պետք չի, մենք զինվոր ենք, զինվորության համապատասխան Տերը մեզի համար հոգ կանի սերներ, զինվորը տեսածեք բաներ կուտակի, ոչ նրան մեկ բան է պետք, որ իր զորագլխին ուշադիր լինի, սամավոլկի չփախչի չաստից, համապատասխան զենք ու զրահը համապատասխան զգեստավորման մեջ լինի սա, որպեսզի զորագլխին, զորապետին լինի հաճելի, զինվորի աներիքը սա է, որ զորագլխին լինի ընդունելի հաճելի, հնազանդ լինի։ Մենք պետք է ունենանք նեղություն։ Մենք հիշատակեցինք Մովսեսի վրայով, որ սա ընդունեց ավելին չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան թե օրինակ Հիսուսի մասին ասում է, անիկա անիրավություն կրեց ու չարչարվեցավ։ Անիրավություն կրեց, չուներ ինքը, չկար մեջը, սուրբ էր, բայց կրեց։ Եվ չարչարվեցավ, ասում Աստվածաշունչը, Աստծո որդու վրա դրեցին խաչը եւ նա տարավ։ Շատ չտարավ, օգնություն եկավ, Սիմոնին բերեցին խաչը, շարունակեց։ Շատ չմնաց խաչի վրա, հոգին շուտ ավանդեց։ Շատ չծեծեցին Տիրոջն, սահման կար, Տերը միջամտեց։ Այդպես էլ մեր կյանքում թույլ չի տա։ Չէ, սնակ Սուրբ Գիրքն ասում է, մեկը եթե ձեր վրա բեր դնի, Աստված է մեր օգնականը, կամ վերջին ժամանակներում Աստված թույլ չի տալու, որ մենք այդպիսի զորավոր հալածանքի մեջ մենք էլ մտնենք։ Ընտրյալների սուրբերի պատճառով Աստված այդ օրերը պետք է կարճեցնի, եթե ոչ Սուրբ Գիրքն ասում է, ոչ մի մարմին չէր ազատվելու։ Այս մեկ ընտրյալները ինչքան պատվական են Տիրոջ առաջ, մանավանդ իրանց մահը, սուրբերի մահը շատ պատվական ասել։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, ոմանց վրայով ասում է, ցավով պետք է պարկեք, թող մեզ չվերաբերի սերներ,
Հապա մենք Տիրոջ անունը կանչելով մեր այդ տատիկ քույրիկը Ամալիկը վկայում ասում ասել գնամ խնդիր չկա ես միայն երեք ասում ինձ համար աղոտ քարեք մեղք չեմ ես այսինքն ինձ ով այդպես եւ տեսնում եմ մեջ անկեղծություն ինձ համար աղոտ քարեք շուտ բարձրանամ վերև շուտ գնամ ինձ համար աղոտ քարեք արդեն տարիքովա մենք այսօր կարողա կարճում ենք մահվան շեմին ինչ որ վայ մամա ջան վայ պապա ջան պրոֆեսորը մի բանի վրայով վկայում են որ սա պարարաբի վրայով ասма Կես մեշոք փող ունեցել, մահվան շեմին ասելա, այսքան փող ունեմ, տվեք բժիշկներ բերեք, կյանք տվեք, ու ասում է այդպես էլ շպրտվել է հավիտենականություն։ Կարծեմ, թե պրարաբը, եղբայրները լավ կիմանան տարիքով այդ կես մեշոք փողը, այդ ինչպես է վաստակել, ինչ ճամփեքով է վաստակել, մենք չգիտենք, անիրավության վարձք ասում է Աստծո խոսքը։ Եվ մենք կարդում ենք Տիրոջ խոսքի մեջը Փիլիպեցիս առաջին գլուխ եւ ձեզ Աստվածանից 29 համարը այդ շնորհք եղավ Քրիստոսի համար ոչ միայն հավատալ նրան այլ նրա համար չարչարվել ալ ոչ թե մենակ հավատալ հապա չարչարվել եւ մենք կարդում ենք Եբրայեցիս 11:25 համարը այսպես ասում Մովսեսի վրայով ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել քան թե միառ ժամանակ մեղքի զվարճությունն ունենալ ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը եգիպտացիների հարուստ գանձերից որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը Մեզ համար հատուցում կա, մեզ համար վարձք կա, եթե չթուլանանք ժամանակին հնձելու ենք, չդադարենք բարիք գործելուց, ամենին մանավանդ հավատքի ընտանիքներին ասմա Տիրոջն խոսքը, վարձք կա ասմա Տիրոջ խոսքը, այո, մենք իմանանք, որ սելներ պետք է ունենանք նեղություն, փնտրենք երկնայինը, Վարկյանականը այս նեղությունը թեթև ասմա Տիրոջն խոսքը որցակ դունքունը երկրի վրա ստացար բարիքները չագերտավոր մեր կյանքը այսօր սելներ մենք այսօր կարող է աշխարհի բարիքներից ուզում ենք ամեն նորաձևություններից բարեբարվում ենք անհավատների հետ Նրանց հետ մտնում ենք այդպես գոնկի մեջ, բայց հաշվի առնենք, Տերը ասեց, շատ բան պետք չի, իսկ Ղազարոսը չարչարանքները, տարբերությունը երևալու է վերջավորության մեջ, հիմա Տերը գիտի, Բերեք ոտքի վրա գանքսելներ Եթե այսօր ուզում ենք երկու սեղանից Եթե այսօր ուզում ենք երկու տիրոջ Եթե այսօր փորձում ենք երկու ճամփով չի լինի Այսօր պետք է ընտրենք կողմնորոշվենք կամ նեղության, չարչարանքի, հալածանքի դժվար ճանապարհը, որը տանում է դեպի կյանք հավիտենական կամ լայն ընդարձակ ճանապարհը, որը տանում է դեպի կորուստ։ Կրկնում եմ, չարչարվողը մարմնով մեղքից դադարացա։ Ընտրենք նեղ ճանապարհը, անցնենք նեղ դռնով։ Եվ Սուրբ Գիրքը, տեսեք շեշտում ասում է, նեղը ու նեղվածք։ Այս նեղվածք, որ ասում է մեզ ակնարկանամ, համաձայն ես։ Մի սենց հասկանա, որ մենակ նեղա, հիշի, որ նաև նեղվածք է, կարողանալուս անցնես, ունես այդ ուժը կարողությունները, այդ վիճակը, եթե չէ հաշտվի։ Տերը պահանջում է մեզանից, որ մենք լինենք այսօր, մենք պետք է լինենք այսօր կամ տաք, կամ սառը, գաղթ քրիստոնյան, կես մին էստեղից ենտեղից, համաշխարը վայելեմ,
չի ստացվելու, չի օրնելու Աստված, չի հաջողացնելու Տերը։ Մեկի մեջ պետք կանգնես, ծուր մարդը գիրքն ասում է երկու ճամփով ա գնամ, մեկի մեջ պետք կանգնի, եթե երկու ճամփով ես գնամ, մեկի մեջ անպայման ընկնելու ես։